Պարոն Նիգիթյան, նախ կուզենամ անդրադառնալ Դոնեցկի երկնքում տեղի ունեցած վթարին, ավելի շատ դրա աշխարհաքաղաքական հետևանքներին։ Ինչ էր սա նշանակում։ Չի կարելի ասել, որ այսպիսի բան սպասելի էր, բայց գիտեք ինչ, բոլոր դեպքերում սարսափելի հզոր զենք տալ ոչ ֆորմալ զինված մարդկանց, այս խմբերի, չգիտեմ ինչպես ասեմ, կարելի ասել բանդիտներին, դա բոլոր դեպքերում կախված է այսպիսի բաներից։ Կան մարդիկ, որոնց զենք է մատակարարվում, արդեն պարզ է, որ Ռուսաստանից, եւ այս մարդիկ այդ զենքը օգտագործում են այդպես, ինչպես որ նրանք հարմար են գտնում։ Նրանք որևէ մեկին ինչ-որ քաղաքացիական իշխանություններին չեն ենթարկվում, նրանք անում են տերորիստական այդպիսի գործողություններ։ Եվ պարզ է, որ այդպիսի բաներ կարող էին լինեին։ Պարզ չէ, թե այդ զենքը հետագայում ինչ է լինելու, այսինքն ընդհանրապես պարզ չէ, թե այս մարդիկ ինչի համար են պատերազմում։ Որոշ մարդիկ փորձում են զուգահեռներ տանել, ինչ որ ազատագրական շարժումների, դա այդպես չէ, դա իրականում մարդիկ, որոնք անջատված են ժողովրդից, որոնք որևէ կապ չունեն ընտրովի իշխանությունների հետ։ Ու աշխարհաքաղաքականը բոլոր դեպքերում այստեղ պարզ երևում է, թեկուզ այն առումով, որ ամբողջ աշխարհի այդ բևեռացումը ակնհայտ երևում է, եւ ես նոր եմ գալիս Եվրոպայից, այնտեղ ասեմ, հակառուսական չեմ ուզում ասեմ, հակասովետականի նման տրամադրություններ են իշխում եւ այսօր չարանում է աշխարհը եւ այս չարացած աշխարհում, այս բևեռացված աշխարհում տնտեսությունն էլ լավ չի աշխատում եւ մենք արդեն կտեսնենք հետևանքներ նաեւ տնտեսական, ընդ որում եթե հաստատ համոզված եմ այդ հարցներ կհետաքրքրի, ինչքանով Հայաստանին է վերաբերվում, անդրադառնում առաջի հերթին իհարկե կանդրադառնա Անդրկովկասում Հայաստանին։ Պարոն Նիգիթյան, առաջին արձագանքները փաստորեն վկայում են այն մասին, որ կարծես թե Ռուսաստանի հովանավորյալ անջատողականներն են մեղավոր այս հարցում։ Սա ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի համար, ձեզ, բացի սովորական պատժամիջոցներից, այն ինչ մենք տեսել ենք այս ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։ Որքան կարող են սաստկանալ այդ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ եւ ինչ դաս կարող է սա լինել բոլոր այն երկրների համար, որոնք իրենց ապագան կապում են Ռուսաստանի հետ։ Նախ սանկցիաների, պատժամիջոցների մասին։ Գիտեք, Ռուսաստանը իռացիոնալ երկիր է։ Եթե այս պատժամիջոցները կիրառեին ցանկացած քաղաքակիրթ երկրի նկատմամբ, առնվազն առաջի հերթին քաղաքական իշխանությունը հրաժարական կտար։ Եթե չտար, ապա անմիջապես դա կազդեր թե տնտեսության վրա, թե ժողովրդի կենսամակարդակի վրա։ Ռուսաստանը այդպիսի երկիր է, որտեղ իշխանությունը չի զբաղվում հասարակության հոգսերով, որտեղ իշխանությանը չի հետաքրքրում, թե ժողովուրդը ինչպես է ապրում։ Իշխանությունը ապրում է առանձին կյանքով, իսկ ժողովուրդը իր կյանքով։ Եվ ժողովրդի կենսամակարդակի իջնելը կամ այս կամ այն մարդու վիզա ստանալ կամ չստանալը որևէ ձևով իշխանության, չգիտեմ, տրամադրությունների վրա չի ազդում։ Այս տեսակետից այս սանկցիաները ուղղակի ձևով չեն խփելու ժողովրդին։ Ի վերջո, ինչպես որ իմ լավ մի Ռուսաստանից գոլեգան կատակեց, Ռուսաստանը արդեն պատժամիջոցների տակ ապրող երկիր է, այսինքն Չելյաբինսկում ապրելը գոյատևել արդեն պատժամիջոց է, ավելի վատ հնարավոր չէ։ Բայց եթե քաղաքական տեսակետից նայենք, պետք է նայենք, որ արդեն այսօր այն ինչ որ մենք մոռացել ենք 30 տարի առաջ, այն սառը պատերազմ կոչեցալ, արդեն նորից սկսում է աշխատել։ Եվ պարզ է, որ անուղղակի ձևով Ռուսաստանը այդպես ասած, ես չեմ ուզում ասեմ ընկեր պետություններին, գծնվող պետությունների վրա դա ազդելու է եւ ուղղակի նաեւ, եթե նայենք, թե որ ընկերությունների հանդեպ է կիրառվելու այս պատժամիջոցները, ապա նրանք Հայաստանում
մեծ ազդեցություն ունեն եւ մեծ բիզնես են իրականացնում եւ մենք դա հետագայում նաեւ զգալու ենք։ Պարոն Նիգիցյան, վերջերս նաև Buenos Aires-ում Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց, որ Հայաստանի ժողովուրդը մտահոգված է ռազմական գործընկերոջ Ադրբեջանի զենք վաճառելու քաղաքականությամբ։ Այս հայտարարությունը ձեզ ինչի արդյունք էր։ Նախ նորություն չի, այդ հայտարարությունը որպես այդպեսին, գոնե իմ գոլեգաները ես բազմիցս եւ նաեւ ձեր տված Սարգսյանի շուրթերով առաջին անգամ էին։ Ընդ որում ես տարբեր բանավեճերի ժամանակ, երբ որ հանրապետական կուսակցության անդամ էր կողքս նստած լինում, ես հորդորում եի, որ նրանք այդպիսի հայտարարություններ անեն, որովհետեւ Սերժ Սարգսյանին ավելի հեշտ կլներ։ Հիմա գիտեք, անկապ է հնչում այդ Սերժ Սարգսյանի ելույթը։ Պատկերացնում եք 2 տարի իշխանությունը կամ քաղաքական էլիտան, իշխանական, ասում է ինչ է եղել, դա բիզնես է, նորմալ է, եւ հանկարծ այսօր, որ որևէ զենք վերջերս այդպես գոնե մի ամսվա ընթացքում չի վաճառվել, հանկարծ այդպիսի հայտարարություն է արվում։ Եվ չգիտեմ, ինչու այդպիսի հերու տարածություն պետք է կտրել անցնել, հա, որ այնտեղ հայտարարություն անել կարող է Սերժ Սարգսյանը մտածում է, որ հերու արած հայտարարությունը Ռուսաստանում չի լսվելու։ Բոլոր դեպքերում անհետ հենց մեսիջեր Ռուսաստանին, պարոն Նիգիցյան։ Այսպիսի հայտարարություն կարելի է այստեղ անել, ընդ որում դա արվում է նոտայի ձևով, ընդ որում ոչ թե նախագահը պետք է անի, այլ արտգործնախարարությունը առաջի հերթին։ Նախագահը դա վերջի, այդպես ասած, ինստանցիան է, հա, որ վերջում պետք է իր խոսքը ասի, արտգործնախարարությունը պետք է անի, պաշտպանության նախարարությունը պետք է հայտարարություններ անի։ Գիտեք, լավ, հայտարարեց, եւ ինչ տեղի ունեցավ, քանի օր է անցել, նույնիսկ ես լուրջ մարդկանց Ռուսաստանում լուրջ մարդկանց կողմից արձագանքներ չեմ լսել։ Այսինքն նրանք չեն լսել, թե անիմաստ են համարում, թե ոչ կարևոր են համարում։ Գիտեք, կարևոր հայտարարություն անելու ձև կա, տեղը, ժամանակը։ Սա ուշացած հայտարարություն էր, պարոն։ Ոչ, եւ ուշացած է, բայց ցանկացած դեպքում Հայաստանը որպես պետություն թեկուզ այսօր պետք է անի, բայց պետք է անի դիվանագիտական պատշաճ ձևով։ Եվ հետևի այս հայտարարությանը, այսինքն դա մեղադրանք է։ Հաջորդը ինչ ենք ուզում մենք հիմա Ռուսաստանից, հա, ասում ենք Ռուսաստան դու սարսափելի ոչ հավասարակշռված ձևով զինել ես կոնֆլիկտի մի կողմին, հա, այստեղ։ Հետո ինչ։ Չեմ ուզում հիմա ասեմ հնարավոր քայլերը, թող Սերժ Սարգսյանը մտածի իր արտգործնախարարության հետ միասին, բայց իհարկե նաև պետք է արվեն հետագա քայլեր։ Պարոն Նիգիցյան, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը արդեն ոչ թե Ռուսաստանում, այլ միջազգային հանրության մեջ, միջազգային ասպարեզում է անվտանգության երաշխավորներ փնտրում։ Արգենտինայում, որտեղ որ իրան որևէ բարձր աստիճան ազդեցիկ մարդ գոնե չի հանդիպել։ Չէ, հարավային Ամերիկայում այսպիսի հայտարարություն անելը, այն էլ ֆուտբոլի ժամանակ գնում կորում է, ոչ։ Եվ այլ տեղից օգնություն ստանալու ձևերը կան եւ այդ առածքայինը այդ ձևերի մեջ չի տեղավորվում։ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պիտի հանդիպեին Ֆրանսիայում, ձգձգվում է այդ հանդիպումը։ Ինչն է ըստ ձեզ այդ ձգձգման պատճառը։ Արդյոք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում է այդ անհամաձայնությունը, թե Բաքվում կամ Երևանում պետք է փնտրել այդ անհամաձայնությունը։ Ես չեմ կարող ասեմ հստակ, բայց կարող եմ ենթադրել։ Բոլոր դեպքերում այդ Ռուսաստանի հանդեպ ընդհանուր աշխարհի հակակրանքը կապված Ռուսաստանի Ուկրաինայի հանդեպ ագրեսիվ պահվածքը ազդում է նաև այս Մինսկի խմբի վրա, չէ՞ որ այնտեղ 3 երկրների ներկայացուցիչներ են, որոնցից երկուսը, առնվազն երկուսը դա ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ամեն օր այդպիսի ոչ դիվանագիտական նույնիսկ ես կասեի մեղադրանքներով են փոխանակվում։ Սա իհարկե իր դերը կունենա։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիային, նաև պետք է հաշվի առնենք այս մի քանի օր առաջ Եվրոպարլամենտի, Եվրոխորհրդարանի կողմից
ընդունված ռեզոլյուցիան, որտեղ որ եւս Ռուսաստանը շատ խիստ ձևով է, ուղղակի ձևով է մեղադրվում եւ այս մթնոլորտում սпасել, որ 3 համանախագահները նստեն եւ այսպես դիվանագիտական իրար ժպտալով մի համընդհանուր բանաձև առաջարկեն Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված, ինձ թվում է, որ անհետեթություն է։ Պարոն Իգիթյան, Ժիրայելի Պարիսյանը իր վերջին հարցազրույցում նշում էր, որ ստատուս քվոն այլևս ձեռնտու չէ Ռուսաստանի, սա ինչ է նշանակում, ինչպես կարող է ստատուս քվոն փոխվել, հնարավոր տարբերակ տեսնում եք թե ոչ, եւ որքանով է իրատեսական հայկական կողմի պնդումները, որ Ադրբեջանին այսօր ձեռնտու չէ պատերազմ սկսելը, որ հայերը կխփեն իրենց նավթամուղին։ Սա արդյոք պարզունակ մոտեցում չէ, մասնավորապես Արկադի Տեր-Թադևոսյանն էր մեզ հետ զրույցում նման կարծիք արտահայտում, որ Ադրբեջանին կամ աշխարհին այսօր ձեռնտու չէ Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը։ Ստատուս քվոյի մասին։ Նախ պարզ է, որ Ռուսաստանը իր ազդեցությունը այս ռեգիոնում ապավելու համար պետք է ունենա լարված իրավիճակ։ Ստաբիլ, նորմալ, լավ հարաբերությունների, այսպես Անդրկովկասում Ռուսաստանը անելիք չունի։ Ոչ իր տեխնոլոգիայով, ոչ իր զենքով, ոչ իր սոցիալական կամ մշակութային ազդեցությամբ որևէ կետ չկա, այդպես ոտք Ռուսաստանի ոտք դնելու այս տարածաշրջանում։ Որ դեպքում է Ռուսաստանը կարող է մի քիչ ավելի ազդեցիկ լինել, հատկապես Ադրբեջանի հանդեպ, որովհետև Հայաստանի հանդեպ էլ, չգիտեմ, տեղ չմնաց, որ Հայաստանը չզիջեր։ Չգիտեմ ինչ է պետք, եթե այս այգին է պետք Ռուսաստանին, ինձ թվում է հենց հիմա դեսպանը գա այստեղ, մի քիչ բարձր կանչի եւ նախագահականից կգան եւ այդ այգին կնվերեն Ռուսաստանին, չգիտեմ, ի պատիվ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամության, չգիտեմ, քանի ամյակին։ Եվ մի հատ էլ Միկոյանի կամ չգիտեմ ում Ստալինի արձանը այստեղ կամ Ռուսաստանի որևէ մեկի արձանը կդնեն, եթե պետք լինի։ Այսինքն Հայաստանի հանդեպ որևէ կարիք այդպես Ռուսաստանը եւ ազդեցություն ուժեղացնելու կարիք չունի։ Ադրբեջանի հանդեպ, այո, Ռուսաստանը մի քիչ կորցրել է, ոչ թե Ռուսաստանը, Ադրբեջանը կարողանում է խաղալ այդ ուղղությամբ, հա, ցույց տալ ավելի կարևոր երկիր, քան թե ինքը իրականում կա։ Նայեք, թե մեկ էլ տեսնում ես Ֆրանսիան, հա, այնպեսի ինչ որ լուրջ հայտարարություններ է անում Ադրբեջանի հետ կապված, Եվրամիությունը, Եվրախորհուրդը ներում է մարդու իրավունքների խնդիրները եւ ինչ որ ռևերանսներ է անում, ԱՄՆ-ն, Իսրայելը եւ որոշ երկրներ նաև փորձում են Ադրբեջանը օգտագործել Ռուսաստանի դեմ կամ չգիտեմ ես Իրանի դեմ, կարողանում է Ադրբեջանը այս ուղղությամբ խաղալ եւ այստեղ ամենա ազդեցիկ եւ Ռուսաստանի համար երևի Ռուսաստանի պատկերացմամբ ամենաէֆեկտիվ ձևը դա Լեռնային Ղարաբաղի խաղակարգի օգտագործումն է։ Եվ այստեղ է գալիս, հա, որ այս լարվածությունը շատ նայեք, մենք քաղաքական մեկնաբանների կողմից տեսնում ենք, որ այս վերջի լարվածությունները հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանում կապված են, թելադրվում են Ռուսաստանի կողմից։ Այսպիսի հոդվածներ ինձ թվում է ունեն հիմք իրենց մեջ։ Իսկ պատերազմի վերսկսման հավանականության մասին վերջերս ավելի շատ է, հա, խոսվում։ Դուք տեսնում եք նման նախադրյալ։ Գիտեք, փորձեք, իհարկե պատերազմը սարսափելի բան է, փորձենք մի քիչ վերանալ եւ զուտ սառը այդպես ուղեղով վերլուծենք։ Այսինքն ինչ հարց պետք է լուծի Ադրբեջանը սահմանով, պատերազմով։ Այսինքն ինքը պետք է զենքի միջոցով ոչնչացնի այնտեղ 140 կամ 150 հազար մարդ կամ մտնի, չգիտեմ, տարահանի 21-րդ դարում դա այդպես մի գիշերում, հա, գաղտնի անելը մի քիչ դժվար է։ Սա մեծ հումանիտար կատաստրոֆա է։ Եվ այո, լավ, կարելի է լարվածություն ունենալ, կարելի է, չգիտեմ, մի գյուղ գրավել, հա, մի օրում կամ մի շաբաթում, բայց սրանով Ղարաբաղի հարցը չի լուծելու Ադրբեջանը եւ ավելին, ես կասեի, Ադրբեջանը կզրկվի որևէ ձևով
Ղարաբաղի կոնֆլիկտի պրոադրբեջանական որևէ լուծում ստանալուց։ Եթե պատերազմը սկսի։ Երևի թե այսպիսի բաներ հասկանում են Ադրբեջանում, թե չէ այդքան զենք ունենալը եւ այսպիսի ագրեսիվ հայտարարությունները վաղուց իրենց կդրթեին պատերազմ սկսելուն։ Եթե չեն սկսել հիմա, ուրեմն այն իմ ասածներին հասկանում են եւ երկրորդը նաեւ ձեր հարցի մեջ նշված էր, իհարկե նաեւ նավթային պետություն լինելը պարտադրում է որոշ խաղի կանոններ։ Եթե ամբողջ տնտեսությունը եւ կլանի հարստությունը, այդպես ասենք, կապված է նավթադոլարների հետ, ապա պարզ է, որ պետք է ստաբիլություն լինի, որ այդ նավթադոլարները գան, որտեղ պատերազմի ժամանակ առաջինը ինչ տուժում է դա էներգետիկ եւ այդ նավթագազային համակարգը։ Չգիտեմ, Ադրբեջանը պատրաստ է այդպիսի երկարատև տնտեսական ասենք սանկցիաների, այսինքն բնական սանկցիաների։ Պատերազմը ուղղակի կզրկի Ադրբեջանին այն ինչի որ ինքը ունի։ Այսպես կարող ենք ասել, որ այս պահին համենայն դեպս չկա նախադրյալ պատերազմ։ Գիտեք, այդպես չասենք, որ չկա, այստեղ Հայաստանը իր անելիքը ունի, թե դիվանագիտական, առաջի հերթին դիվանագիտական, քաղաքական, տարածաշրջանային եւ ինչու՞ չէ նաեւ ռազմական։ Նաեւ Ադրբեջանը պետք է հասկանա, որ հարվածը ստանալու է ոչ միայն Ղարաբաղից։ Ղարաբաղը բազմիցս ցույց է տվել, որ կարող է ցավալի զգալի հարվածներ հասցնել Ադրբեջանին։ Այդպես չէ, որ ուղղակի սпасելու են Ղարաբաղում, երբ որ ադրբեջանցին գա մտնի Ստեփանակերտ կամ ինչ-որ մի գյուղ։ Հենց ագրեսիվ գործողությունների ժամանակ Ադրբեջանը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղը հնարավորություն ունի ազդեցիկ ցավալի կետերին խփելու, եւ դա լինելու է երկկողմանի պատերազմ, չի լինելու միայն պաշտպանողական։ Եվ նաեւ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանը այդպես կողքից չի նայելու եւ աջակցելու է եւ ինչու՞ չէ։ Ստատուս քվոյի հետ կապված պարոն Նիգիցյան, այս պահին հնարավոր է ինչ-որ կերպ փոփոխել այն։ Ռուսաստանը ինչ, քանի որ Ռուսաստանը փաստորեն մեծ հաշվով արդեն չի գոհանում, ստատուս քվոյի։ Գիտեք, տարբեր մարդիկ ստատուս քվո տարբեր ձևով են հասկանում։ Այսինքն նույնիսկ այդ լարվածությունը, որ կա այսօր, ստատուս քվոն չի փոխել։ Ստատուս քվոն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի գործում է որպես պետություն եւ վերահսկում է 14000 քառակուսի կիլոմետր տարածք եւ մի մասում կառուցում է պետություն, մի մասը պահում է որպես անվտանգության գոտի։ Սա է այսօր իրավիճակը։ Այս ստատուս քվոն փոխելը ով ինչ է պատկերացնում, այսինքն պատկերացնում է, որ Լեռնային Ղարաբաղը մի ինչ-որ շրջան է տալու, կամավոր է տալու, թե Նորլիքի հայտարարությամբ օրինակ 3 շրջաներ կարծես։ Այո, կապ նշանակություն չունի։ Այս ստատուս քվոյի փոփոխության մեջ բարձ երևում է Լեռնային Ղարաբաղի դերը։ Եվ եթե մենք ասում ենք, որ ստատուս քվոն ձեռնտու չէ փոխել կամ ձեռնտու է փոխել, այստեղ երևում է, որ անելիք ունի նաև Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Այսինքն էլի գալիս ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի կոնսենսուսով կամ վերադառնանք ձեր հարցի սկզբին պատերազմով։ Պատերազմով պարզ է, որ փոխվելու է, բայց միանշանակ չէ, որ փոխվելու է ի օգուտ Ադրբեջանին, լինելու են նոր ստատուս քվոն եւ այդ ստատուս քվոյում Ադրբեջանը կարող է կորցնել ամբողջ այն առավելությունը, նույնիսկ ռազմական, եւ դիվանագիտական, եւ քաղաքական, եւ իր նավթադոլարային, մի խոսքով այսպես է։ Իսկ նորից կրկնեմ այդ միտքը, լարվածությունը այս տարածաշրջանում կան իհարկե ուժեր, որոնց ձեռ է տալիս եւ առաջի հերթին Ռուսաստանին։ Ցավոք այդպես է, որ Հայաստանին այդպես ռազմական դաշնակից կոչվող պետությունը ուզում է, որ մեր երկրում, մեր տարածաշրջանում արյուն թափվի նաեւ հայերի, առաջի հերթին հայերի արյուն։ Նայեք, ինչ դաժան բան եմ ասում, փորձենք հասկանալ, բայց ստացվում է, որ Ռուսաստանին ձեռ է տալիս, որ հայերի արյունը թափվի այս ռեգիոնում։ Ղարաբաղից դուրս Հայաստանը ինքը անվտանգության լրջագույն խնդիր ունի, որի երաշխիքները ոչ միայն հապկ շրջանակներում պետք է կարգավորվեին, այլև Հայաստանն ու Ռուսաստանը առանձին ունեին միմյանց նկատմամբ պարտավորություն։
դեռևս 96-97 թվականներին, երբ դուք ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էիք։ Դարի համաձայնագրով Ռուսաստանը ստանձնում էր Հայաստանի անվտանգության երաշխավորությունը, բացի հապկից։ Այսօր բոլորը փորձում են Հայաստանի անվտանգության հարցը դիտարկել հապկի շրջանակներում, մոռանալով, որ կա երկկողմանի համաձայնագիր, որտեղ ամրագրված են եւ ռազմաբազաների հարցը եւ Ռուսաստանի ներկայության հարցը, որ համաձայնագրով պետք է կարգավորվեին Հայաստանի անվտանգության հարցերը, երբ մի կողմից Ղարաբաղն է գնդակոծվում, մյուս կողմից մենք տեսնում ենք Հայաստանի սահմաններն են գնդակոծվում, նկատի ունեմ Չինարի, Նախիջևան։ Նայեք, այն ինչի մասին որ դուք ասում եք, եղել է 20 տարի առաջ, այս 20 տարիների ընթացքում արժեքներ են փոխվում, չգիտեմ, այն կայուն եւ հստակ երաշխիքներ համարվող պայմանագրերը այսօր հավատք չեն ներշրջում։ Նայեք, վերցնեք Ուկրաինայի տարբերակը։ Եղել է Բուդապեշտի այդպես հայտնի բազմակողմանի համաձայնություն, որտեղ որ Ռուսաստանն էր մասնակցել եւ երաշխիք էին տալիս թե Ուկրաինային, թե Ղրիմին, թե Ղրիմի պատկանելիությանը Ուկրաինային, այնտեղ լուծվում էր նաեւ Սևծովյան նավատորմի հարցը եւ Ուկրաինան այս համաձայնագրով էր ապրում։ Ուկրաինայի մտքով թե Յանուկովիչի, թե Յուշենկոյի, այն ժամանակ Կուչմայի, թե հիմա Պորոշենկոյի չէր անցնում, որ Ռուսաստանը կարող է խախտել ինչ-որ միջազգային պայմանագիր։ Նայեք ինչ է կատարվում այսօր, հատկապես Ռուսաստանի հետ կապված։ Այն ինչ որ անում է Ռուսաստանը տարբեր երկրներում եւ հատկապես Ուկրաինայում։ Այսինքն, եթե մենք այսօր մեր հույսը դնենք թղթի վրա նշված թեկուզ դարի համաձայնագիր համարվող պայմանագրերին եւ ոչ մի բան չանենք, մենք կարող ենք, չգիտեմ, կորցնել ոչ միայն անկախությունը, այլ երկիրը եւ ընդհանրապես նաեւ շատերի կյանքը։ Նրա համար պետք է նորից վերանայենք դա։ Հապկի մասին երեք չխոսենք, մենք տեսել ենք, թե հապկի անդամ երկրները Աստանայում ինչպես են վիրավորում եւ նվաստեցնում Հայաստանին։ Կապված Լեռնային Ղարաբաղի հետ ընդամենը տնտեսական հարց էր դրված այնտեղ, ինչպես ագրեսիվ ձևով Հայաստանի վրա են հարձակվում եւ մենք մտածում ենք, որ այս երկրները, որոնք պրոդերբիջանական ձևով էին այնտեղ իրենց պահում, կարող է հանկարծ Հայաստանին ինչ-որ բանով օգնեն, եթե Հայաստանին վտանգ լինի Ադրբեջանից, էլ չեմ ասում Թուրքիայից։ Ռուսաստանը, նայեք Ռուսաստանի խաղերը, չգիտեմ ինչ, քաղաքական պարերը Թուրքիայի հետ։ Նայեք Էրդողանը իրեն ոնց է պահում եւ Լավրովի հետ ինչի մասին են խոսում։ Հիմա մենք մտածենք, որ Ռուսաստանը իր բազայով այստեղ Հայաստանին կփրկի։ Ճիշտ ասած, պետք է փնտրենք կամ վերանայենք, վերաձևավորենք նախկին երաշխիքները եւ ավելացնենք այլ երաշխիքներ։ Հնարավոր է այսօր այս պարագայում, երբ դուք ինքներդ էլ նշեցիք Հայաստանը ունի անկախության, սուվերենության կորստի խնդիր մեծ հաշվով։ Ես միշտ Ուկրաինայի օրինակը պետք է բերեմ, որտեղ Ռուսաստանի հարցում առայժմ ամեն ինչ չէ, որ թե իշխանությունը, թե հասարակությունը հասկանում է եւ հնարավորություն ունի վերլուծել։ Նայեք, Ուկրաինան ինչի մասին այսօր խոսում։ Ուկրաինան այսօր իր անվտանգությունը տեսնում է համաշխարհային օգնության մեջ։ Առայժմ չեն ասում ՆԱՏՕ կամ նայեք ՄԱԿ-ը դարձել է մի տեղ, որտեղ Ռուսաստանը բլոկ է անում ցանկացած բանաձև, նույնիսկ տրամաբանական։ Եվ այսօր արդեն Ուկրաինան դիմում է տարբեր երկրների ուժերին։ Չգիտեմ, ինձ թվում է Ռուսաստանը գնալով կորցնում է խաղաղարար երկրի իմիջը եւ արդեն կորցրել է։ Այո, եւ կորցրել է եւ կարող է կան երկրներ, որոնք առայժմ կապում են, չգիտեմ, կարող է Բելարուսիայի համար Ռուսաստանը աստված երկիր է կամ այլ երկրների համար, բայց պարզ է, որ Ռուսաստանը ամենտեղ իր շահն է առաջ տանում, եթե իր շահի համար պետք է արյուն թափվի, ցավոք այդ արյունը թափվում է։
Պարոն Նիգիթյան, դուք նոր եք վերադարձել Եվրոպայից եւ առհասարակ, հա, շատ եք լինում Եվրոպայում։ Նոր դիվանագետներ են նշանակվել եւ ընդհանրապես շատ մեծ կասկածի տակ է դրվում այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմը։ Մասնավորապես Վրաստանում, Հայաստանի համար այդքան կարևոր երկրում Յուրի Վարդանյանն է դեսպան նշանակվել։ Տիգրան Սարգսյանը դեսպան նշանակվեց Միացյալ Նահանգներում։ Կա ընդհանրապես դրսում նրանց պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելու։ Նախ նայեք, հա, եթե մենք թերթերը բացենք կամ լսենք մեր քաղաքական իշխանական գործիչներին, հանրապետական կուսակցության կամ նույնիսկ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանք ինչ են ասում։ Նրանք ասում են Ադրբեջանը օգտագործում է նավթադոլարային, չգիտեմ, հնարավորությունները եւ մեծ աշխատանք է տանում այնտեղ սրան է կաշառել, այնտեղ դա է արել, չգիտեմ, Թուրքիայի միջոցով հակահայկական քարոզչություն են տանում եւ մենք տանուլ ենք տալիս։ Ընդհանրապես քարոզչությունը արվում է առաջի հերթին դեսպանությունների միջոցով, աշխատանքը, չէ՞։ Եվ այստեղ ես երկու հանգամանք կնշեի։ Առաջի հերթին իհարկե պետությունը պետք է ունենա իր, չգիտեմ, բանաձևը, իր մոդելը։ Թե Լեռնային Ղարաբաղի հետ կապված, թե հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, թե տարածաշրջանային։ Այսինքն դա այդքան պարզ պետք է լինի, որ մեծ նշանակություն չունենա, թե դիվանագետը ով է։ Ինքը պետք է հստակ այն ինչ որ ցանկացած մարդուն, հա, job description, այսինքն գործի պարզաբանում ցանկացած տեղ կա, որ այն ինքը գործի պարզաբանումով պետք է դա։ Բայց բոլոր դեպքերում կա մինիմում, չգիտեմ, կրթություն, հմտություն, փորձ, լեզուների իմացություն եւ դիվանագիտության այն նույնիսկ այն բազային գիտելիքները, հա, որ դու իմանաս թե դեսպանը իրան ինչպես պետք է պահի, ինչպես պետք է հարցեր լուծի։ Ցավոք, թե առաջինը, որ շատ ավելի կարևոր եմ համարում, կապված պետության ստրատեգիայի հետ, եւ հատկապես երկրորդը։ Ճիշտ ասած, ես կասեի, եթե պետությունը չունի ստրատեգիան, որևէ նշանակություն չունի, թե Յուրի Վարդանյանը լինի այնտեղ, թե ենթադրենք անուններ չեմ ուզում ասեմ, թող ենթադրենք լինի ինչ որ մի չեչեն ըմբիշամարդ, կամ որևէ նշանակություն չունի, բայց բոլոր դեպքերում դա զավեշտական է դա։ Գիտեք, ես վերջերս մի քիչ ոչ թե քննադատել եմ, իմ ցավն եմ հայտնել, որ Եվրախորհրդում գնում են падգամավորներ, որոնք Եվրախորհրդի երկու օֆիցիալ լեզուներից, ֆրանսերեն եւ անգլերեն, տիրապետում են միայն ռուսերենի, ենել ուզբեկական акցենտով։ Չեն կարողանում գտնել մարդ, սարքել դեպուտատ, ինչպես որ սարքում են, եւ ուղարկել նորմալ գոնե լեզու իմացող։ Սա падգամավորների մասին եմ ասում, բայց ուր մնաց դիվանագետներ, որոնք պետք է, ես չգիտեմ, այդ գիտելիքները ունենան։ Գիտեք, կարելի ասել, որ Տիգրան Սարգսյանի մասով ինչ կարող եք ասել, պարոն Նիգիթյան, ինչու էր պայմանավորված նրան դեսպան նշանակելու այս հանգամանքը, հա, հնարավոր է, որ փորձեցին քաղաքական դաշտից նրան մեկուսացնել։ Ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը կարող է լավ դեսպան լինել, այնել ԱՄՆ-ում։ Չգիտեմ, իրան կարելի էր Հայաստանի ներկայացուցիչ ուղարկել ինչ որ հիմնադրամ, հա, համաշխարհային բանկ, չգիտեմ, համաշխարհային արևտրի կազմակերպություն, բայց որպես այսպես զրոյից նշանակել այնտեղ, չգիտեմ։ Եվ նաև որպես վարչապետ ինքը շատ խոցելի է, որովհետև այն ինչի համար որ ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատում էր Հայաստանին սկսած կոռուպցիայից, որոշ կառավարության անդամները դու գիտեք, որ դատապարտվել են ԱՄՆ-ի կողմից, հիմա պարտք են, պատիժ, չգիտեմ, պետք է մուծեն եւ այլն, նրանք եղել են Տիգրան Սարգսյանի նախարարներ։ Հիմա այդ Տիգրան Սարգսյանը պետք է գա այնտեղ, իրան պետք է հարցեր տան, այ դեսպան, բա քո ժամանակ սա այսպիսի բաներ են եղել Հայաստանում։ Պարոն Նիգիթյան, եւ այս երկու օրերին ամենակնարկվող թեման հայ գործարարի կալանավորումն է Ռուսաստանում։ Լևոն Հայրապետյանը այսօր 2 ամսյա կալանքի է
վերցվել, այդ ձեր կարծիքը ինչի հետևանք էր, որքանով էր սա քաղաքական մոտեցում, այսօր արդեն Արա Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, որ այստեղ տնտեսական խնդիր է եւ պետք չէ փնտրել քաղաքական մոտիվներ, այնուամենայնիվ ձեր կարծիքը որքանով էր սա տնտեսական խնդրով պայմանավորված, որքանով սա քաղաքական մեսիջ էր։ Մինչև այս հարցին անցնելը ես նախորդ հարցին մի բան ուզում եմ միտքս այդպես չավարտական մնաց գիտեք նայեք մենք որևէ պաշտոնյայի կամ քաղաքական գործի մտքով չի անցնում գնալ աշխատել մանկաբույժ կամ բժիշկ, հա, կամ օդաչու չգիտեմ ինչու նրանք համարում են որ եթե նրանք բժշկական կրթություն չունեն կամ հնարավորություններ չունեն, նրանք չեն կարող աշխատել բժիշկ կամ օդաչու, բայց կարող են աշխատել դիվանագետ։ Դա արդեն Հայաստանում դարձել է, գիտեք ինչպես որ ցանկացած երիտասարդ, եթե աշխատանք չի գտնում, գնում է օրինակ մատուցող է աշխատում, համարվում է որ գիտելիքներ պետք չեն, այդպես ցանկացած քաղաքական գործիչ կարող է գնալ Եվրախորհուրդ պատվիրակության անդամ կամ կարող է դիվանագետ կամ դեսպան գնալ։ Սա ինչ վերաբերում է անցած հարցին։ Հիմա գանք Լևոն Հայրապետյանի ձերբակալմանը։ Գիտեք, անկախ այդ բանից, թե մարդը ինչ կարողություններ ունի, հարուստ է, թե հարուստ չէ բիզնեսմեն է, այս ձևով մարդուն չեն կալանավորում։ Եվ բոլոր դեպքերում կասկածներ են այստեղ ավելի շատ կասկածներ կան, քան թե պարզություն, թե պարզ է այդ մարդուն վաղուց պետք է ձերբակալեն։ Ոչ, մարդը բիզնեսմեն է, տարբեր բիզնեսներ ունի, իր մասին ամենակիչն ենք լսել վատ, ես չգիտեմ, եւ սև բաներ, այս դեպքում եթե վերցնենք Հայաստանի բիզնեսմենների 70%-ը Ռուսաստանում պետք է ձերբակալվի, որովհետեւ թե այս բոլոր հարսանիքներին են լինում տարբեր կրիմինալ աշխարհի, թե այստեղ են սխոդկա կոչեցյալներին կամ եւ այլն, կամ Ռուսաստանում բիզնես, կասկածելի բիզնես ունեն եւ այլն։ Բայց ինչ հանցագործություն պետք է մարդը անի, որ իրան այդպես аэроպորտում վերցնեն, այսպես են ասում, զախվատ անեն եւ տանեն եւ նոր հիմա մտածեն, թե ինչ մեղադրանք ներկայացնեն։ Այսինքն ճիշտ հասկացա, որ դուք այստեղ կոնկրետ քաղաքական ենթատեքստ եք։ Ես իհարկե եւ քաղաքական եւ ես այդպես Ռուսաստանը դարձել է այդպես անօրինականության փակ շղթա։ Այնտեղ ամեն ինչ կարելի է։ Կարելի է օրինակ օդաչու վերցնել այլ երկրում, հա, Ուկրաինայից եւ տոպրակ հագցնել գլխին, տեղափոխել եւ դատել Վորոնեժում, չգիտեմ որտեղ, ինչ օրենքով, հա, եթե հանցագործությունը կատարվել է եւ կատարվել է Ուկրաինայում, ինչու այնտեղ։ Լևոն Հայրապետյանը իր հանցագործությունը որտեղ է կատարվել։ Ռուսաստանում։ Իրենց ասելով այն ինչ որ իրանք ասում են, ստացվում է թե այլ տեղ իբր մեկի հետ, չգիտեմ, հանդիպել է եւ այլն։ Այսպիսի բաներ, երբ որ արդարադատությունը օգտագործվում է ինչ-ինչ նպատակներով, միշտ կասկածելու առիթ տալիս։ Եվ այստեղ ես զարմանում եմ, որ միայն Արա Աբրահամյանն է խոսում, հա, եներ խոսում է, որ մենք, չգիտեմ, փաստաբաններով կօգնենք։ Այս մարդը մեծ գործ է կատարել թե Հայաստանում, թե Ղարաբաղում, անկախ այդ բանից մենք ինչ հոդվածներ են կարդացել իր մասին, սիրում ենք իրան թե ոչ։ Լևոն Հայրապետյանը մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ։ Հայաստանում ունի պրոյեկտներ, որոնք իրականացրել է։ Պարոն Նիկիտյան, հնարավոր է, որ այս շղթան շարունակվի եւ սկսեն հայ գործարարների օղակը, հա, ճնշել։ Այն երևի թե այն հայ գործարարը, որը ինչ ձևով, չգիտեմ, այն չի անում, որ Ռուսաստանում չի համապատասխանում Ռուսաստանի սպասելիքներին կամ չի անում այն ինչ որ իրանից պահանջում են, այնտեղ կարող է հայտնվել Լևոն Հայրապետյանի իրավիճակում։ Ես ուղղակի խորհուրդ տամ մեր հայ բիզնեսմեններին Ռուսաստան չգնալ մոտակա, չգիտեմ, ամիսներ, որովհետև ինչպես հարուստ մարդ գնա եւ միտեղ իրան աերոպորտում ձերբակալեն, թող չգնան ուղղակի։ Թող Հայաստանում, չգիտեմ, Եվրոպայել թող չգնան, թող Հայաստանում, Ղարաբաղ, Վրաստան կարող են գնալ։ Բոլոր դեպքերում իհարկե այն ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում թեկուզ այն կալանքին, որը որ
ներկայացվել է այն պատժամիջոցին, հա, որպես պատժամիջոց կալանք ընտրելուն, եթե կան ինչ-որ կասկածներ, մարդուն կարելի է բաց թողնել եւ լուծել, հատկապես ես համոզված եմ կարող է լինել ինչ-որ մի տնտեսական խախտում, միշտ էլ հա ցանկացած բիզնեսմեն ստվերում էլ է աշխատում, վերջերս մի հայ բիզնեսմեն խոստովանել է, որ 25%-ով ստվերում է աշխատել, ոչ մեկ իրան չի ձերբակալել, երևի մի քիչ գումար կվերցնեն եւ այդպես կանցնի։ Եթե տնտեսական այդպիսի ինչ-որ խախտումներ կան, սովորաբար տնտեսական դատարանները ներկայացնում են գումար, հա, եւ հարուստները մուծում են։ Միայն այդ Խադարկովսկու պատմությունը մենք գիտենք ինչի համար է եղել, չեմ կարծում, որ Լևոն Հարապետյանը այն մարդն է, որը ինչ-որ քաղաքական հակառուսական քաղաքականություն է տանում։ Հաստատ ինչ-որ մեկի ոտն է տրորել, կամ ինչ-որ մեկը ուզում է իր բիզնեսը անել, կամ ինչ-որ մեկը չեմ բացառում նաև Հայաստանից փորձում է իրեն պատժել Ռուսաստանի ձեռքերով։